Մոտ 3 տարի առաջ կառավարության եւ կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի արդյունքում հիմնադրվեց Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն հիմնադրամը, որի ղեկավար նշանակվեց ԿԲ նախագահի նախկին տեղակալ, նախկին իշխանությունների կարգառուն ներկայացուցիչ, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը։ Գործակալության նպատակն է նպաստել էլեկտրոնային թվային հասարակության ձևավորմանը, էլեկտրոնային տնտեսության խթանմանը եւ հասարակության թվային փոխակերպմանը։ Այլ կերպ ասած, տարբեր ոլորտների ինֆորմացիայի թվայնացումը։ Հիմնադրամի աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ Ներսես Երիցյանն իր հախուռն խառնվածքի պատճառով հիմնադրամի աշխատանքը Սոդոմ Գոմորի է վերածել խճճել եւ պատճառն իր կասկածամտությունն է, նա իր ենթականերին 3 ամսից ավելի թույլ չի տալիս նույն պաշտոնում աշխատել, ինչի պատճառով էլ համակարգն ավերջանալի ցնցումների մեջ է ընկնում։ Մինչև հին աշխատողներին փոխարինողները հունի մեջ են ընկնում, ժամանակ է անցնում, բայց Երիցյանը սրանցել է ազատում պաշտոնից։ Թե ինչու հստակ բարձաբանում չի տալիս, փոխարեն համեմատականներ է անում համաշխարհային մեծության մասնագետների հետ եւ պահանջում, որ իր աշխատողներին էլ նման մոտեցում ցուցաբերեն։ Այս ամենի արդյունքում մեծ գումարներ են ստանում ԿԲ-ից, սակայն համապատասխան ծավալի աշխատանք հաստատապես չեն անում։ Գործակալությունը տեղակայված է Էրեբունի պլազայի հարկաբաժիններից մեկում։ Երիցյանի գորգորոցներն ամեն օր ըմբոշխնում են նաև հարևանները։ Ասում են, աշխատակիցներն արդեն ամաչում են մոտակայքում աշխատողներից։ Պետական գերատեսչություններից տեղեկություններ ստացան, որ կառավարությունից հրահանգել են անցնել նախընտրական ռեժիմի, այսինքն փափուկ մարտավարություն կիրառել քաղաքացիների նկատմամբ, կլինի հարկային քաղաքականության ոլորտում, դուրստուգանքների վճարման եւ այլ վարչարարությունների գծով։ ՆԳՆ մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ բարեկներին էլ է ասվել, որ հնարավորինս ներուղամիտ լինեն վարորդների խախտումների նկատմամբ եւ տուգանեն խիստ անդաժեշտ եւ ակնառու դեպքերում, որպեսզի ընտրությունների նախաշեմին սոցիալական դժգոհությունները չաճեն, քանի որ քաղաքացիներից շատերն իրենց կարող են ներել Արցախի հանձնումը, բայց մեծ տուգանքների պատճառով կարող են դառնալ իրենց թշնամի։ Նիկոլ Փաշինյանը 3 սրբազաններով չի բավարարվում։ Տեղեկացանք, որ քննչականը ամռանը 3-ից 4 վարույթ է հարուցել Մայրաթորի դիվանաբեդ Արշակ arczepiskoposi նկատմամբ եւ նրան շարունակ հարցաքննությունների են կանչում, իսկ նա օգտվելով իր սահմանադրական իրավունքից հրաժարվում է ցուցմունք տալ։ Մեր հարցին, թե ինչու են նրան մեղադրում, ասացին. մնում է Խորեն Մուրադբեկյանի սպանության մեջ մեղադրեն, իսկ Մուրադբեկյանը սպանվել է 1938-ին։ Արշակ սրբազանին մեղադրում են սպանության, ապօրինի զենքի հանցաշխարհի հետ կապի փողեր լվանալու մեջ։ Բոլորը կառուցված են հակակարգալուց հոգևորականների կամ ֆեյք հարություն վարդապետի տարածած տեղեկությունների հիման վրա։ Այս վարդապետը նաև լրատվամիջոցներին է իր բացահայտումներն ուղարկում։ Մեզ հատկապես հետաքրքրեց սպանության մեղադրանքը։ Պարզվեց, ըստ ցուցմունքների, Արշակ Սրբազանը թունավորելով սպանել է Գարեգին Ա. Կաթողիկոսին։ Հիշեցնենք, որ Գարեգին Ան ձայնալարերի քաղցկեղ ուներ, տևական ժամանակ հիվանդ էր եւ մահացել է 1999 թվականի հունիսին։ Իրավապահները հայտարարում են, որ Վալոդիա Գրիգորյանի սպանությունը վենդետա է, փետրվարյան արյունոտ դեպքերի շարունակությունը, սակայն նրա հարազատներն ու դիմակիցները համաձայն չեն եւ գոհ չեն նախաքննության ընթացքից։ Հիշեցնենք, որ կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը։ Օհանյանին մեղադրանքի առաջադրվել սպանության օժանդակելու, իսկ Հարությունյանին սպանության փորձի եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Մինչդեռ Գրիգորյանի մտերիմները կասկածում են, որ այս սպանության գլխին կանգնած է Մերձավանի նախկին համայնքապետ ԿՊԱ-ական Մհեր Ախտոյանը, որը դեպքից օրեր առաջ լքել է Հայաստանը։ Հանգուցյալ համայնքապետի ընտանիքի մտերիմներից մեկը մեզ պատմեց, որ սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը տևական ժամանակ հետևել է զոհին, հասկանալու թե նա ուր է գնում, ինչ է անում, մի քանի անգամ փորձ է արել, սակայն չի հաջողել։ Մի քանի անգամ գնացել է Վալոդիայի հետևից, սակայն չի կարողացել սպանել, ասաց մեր զրուցակիցը։ Իրավապահները բնականաբար հրաժարվում են նախաքննության մանրամասներ հաղորդել։